դասական զավթողի կողմից, այսպես ներկայացված կառավարիչի օրինակով, Նիկոլ Փաշինյանը ինքը ընդամենը փորձում է երկիրը ամբողջովին դարձնել զավթող պետության պետյաներից մեկը։ Եվ այդ ճանապարհին, որտեղ ինքը դիմադրություն չի տեսնում, ինքը փորձում է այսպես ավելի զուշավոր, ավելի գեղեցիկ խոսքերով խոսել եւ հնարավորինս շատակերությամբ զբաղվել։ Իսկ որտեղ ինքը հանդիպում է դիմադրության եւ հստակ հարցերի, ինքը արդեն որպես կառավարիչ հիշում է ուժը, հիշում է ոստիկանությունը, չգիտեմ, արդեն շուտով երևի նաև բանակը եւ դրանով փորձում է սպառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մոտավորապես այսպես, իսկ լավ նայեք, փորս կուշտ պահեք, որ ես ձեզ բարի աչքով նայեմ, իսկ այ որտեղ դուք կհիշեք ձեր ազգային եւ ձեր շահերը, շատ ուշ եղեք, ես ձեր վրա մարդ եմ բերելու, տղա եմ բերելու, նույն այդ փորձը ամենավերջերս ինքը խոսույթի պես արդեն սկսեց շրջանառել, չէ՞ որ եթե ինձ չտակ 65% ես ուրեմն սեպտեմբերին պատերազմ կլինի, մեծ եղբայրս Ալիևը կգա ձեզանից վրեժ կլուծի, այսինքն այս ինքը դասական կառավարիչ է, այնպիսին, ինչպիսին ասենք կահուտացված պետություններում ունեցել են մշտապես զավթիչները, գնա մի տեղ, լապի, իսկ որտեղ լապը դուրը չեկավ, ինքը արդեն սկսի հոխորտալ։